մարդուն քաղաքական հետապնդման ենթարկել այն սովորական բառակապակցության համար խոսում է հենց այսօրվա իշխանությունների վախերի մասին, լավ հասկանալը, որ ընտրություններում սպասվող հունիսի 7-ին իրենք կունենան լուրջ խնդիր, որովհետև այն քաղաքական հաշվարկը, որ ունեին մինչև Կարապետյան Սամվելի հայտ ներկայացնելը, իրենց քիչ թե շատ հուսադրող էր, այսինքն իրենք վստահ են, որ հաղթելու են, իսկ հիմա ընկել են մեր հետևից, մեր քաղաքական թեզեն են փորձում մանիպուլացնել։ Պարզապես ակնհայտ է, որ մի կողմում Նիկոլ Փաշինյանն է իր թույլ կեցվածքով, պարտված կեցվածքով, մի քիչ ժողովրդական խոսքով ասեմ, կզած կեցվածքով, ենթարկվող կեցվածքով, մյուս կողմից Սամվել Կարապետյանը, ով ունի արժանապատվություն, ունի հայկականություն, ունի ադատների, ժողովրդական խոսքով ասած, ադատների մարդ է իր ամբողջ կյանքի ընթացքում ու այս հակասությունը մեր քաղաքական հասարակական դաշտում շատ ակնհայտ է եւ ժողովրդի մոտ այդ բարի եւ դրական այդ թվում նաեւ գործանող մարդու պակասը շատ է զգացվում վերջին մի քանի տարում ու պահանջը քաղաքական ժողովրդի կողմից կա այդ հայտարարությունները որ արվում են մեր կողմից հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը արված է սառը հաշվարկի վրա մենք ունենք այդ ժառանգությունը մենք չենք կարող զրոյական կետից սկսել ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը 18-19 թվականին եւ մեծ արհավիրք բերել մեր ժողովրդի գլխին մենք մեր ժողովրդի ի սկզբանե անկեղծ ենք ասում ենք որ մենք հաշվի ենք առնում այս իրողությունը որ կա Արցախի կորուստ կա ստորագրված փաստաթղթեր, որոնք չեն բխում հայ ժողովրդի շահերից եւ պետականության շահերից եւ մեր քաղաքական դաշտ գալով փորձելու ենք այդ կործանման անիվը կանգնեցնել։ Եթե այդ մարդը Իլհամ Ալիևը, որ իր ազգի պետական շահն է պաշտպանում, որը նորմալ է ըստ էության, յուրաքանչյուր պետության ղեկավար դա դրանով առաջնորդվում։ Նման հայտարարություն անում, այսինքն ես այստեղ կարող եմ դիտարկել եւ հայ ժողովրդին ծաղրանք եւ որպես մեծ պետություն չընկալելու քաղաքական մեսիջ եւ առհասարակ այս վերջին շրջանում ինչ որ կատարվում է մեր հայրենիքի շուրջ եկեղեցու դեմ արշավանք հիմա սահմանության փոփոխելու մասին են խոսում իմ խորին համոզմամբ ադրբեջանցիները բնակեցվելու նպատակ դա ունի եւ ըստ էության այն ինչ որ կատարվում է հիմա մեր Հայաստանի շուրջ չի խոսում նրա մասին որ մենք խաղաղության մեջ ենք Ադրբեջանը դա մեզ վրա չի վաճառում որպես տնտեսական կոմպոնենտ դա մեզ վաճառում է քաղաքական խաղաղության կոմպոնենտ ինքը մեզ դրանով Հայաստանի հասարակությանը աչքերին թոզ է փչում։ Տեսեք, մեր ժողովուրդը էմոցիոնալ ենք, մենք հայերս շատ էմոցիոնալ ազգ ենք ու առաջի հայացքից process-ները ընկալում ենք էմոցիայով, ոչ թե վերլուծությամբ։ Ըստ էության այդ process-ները, որոնք կան խաղաղության օրակարգում, դրանք խաղաղություն չեն, դա խաղաղության փուչիկ է, որի մեջ ռեալ ֆունդամենտներ, երկարատև խաղաղության չկան։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է իմ հյուրն է ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը շնորհակալ եմ Գառնիկ մեր հրավերը ընդունելու համար Ես եմ շնորհակալ հրավերի համար Նախ քաղաքական որոշ հարցերին անդրադառնանք Նաև Սամվել Կարապետյանի այս տնային կալանքի կարգավիճակին այդ կալանքի այդ միջոցը երկարաձգվեց Դատարանի որոշմամբ սա ձեր քաղաքական process-ներում որքանով է խանգարիչ հանգամանք Նախ պետք է արձանագրենք, որ առհասարակ process-ը ինքը հեռու է եւ կապ չունի իրավունքի հետ Երկրորդ մասով պետք է նշեմ, որ սա ըստ էության խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, որովհետեւ նույն այդ հարցումները, որ անցկացվում են տարբեր հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից, այդ թվում նաև նշեմ, որ գետնի վրա ես անձամբ շփվում եմ տարբեր քաղաքացիների հետ, տարբեր մարզերում, տարբեր գյուղերում, տարբերությունը բավական մեծ է դրական առումով իդեմս մեր քաղաքական կուսակցության ու ակնհայտ է որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է որ ինչքան ինքը պահի կալանքի տակ բայց դա նաև հակառակ էֆեկտ է իր մասնավորապես այն որ եթե դու պահում ես ուժեղ մարդու կալանքի տակ հետեւաբար դա նաև բերում է հասարակության կողմ աջակցության աճման Իհարկե սա մեզ համար անընդունելի իրականություն է, սա ոչ այն բանի պատճառով, որ Սամվել Կարապետյանը մեր քաղաքական կուսակցության ղեկավարը, իհարկե դա էլ է կարևոր, բայց այն պարզ բանի պատճառով, որ մարդը ոչ մի անօրինական բան չի արել, այսինքն հանցանք չի կատարել, սպառնող որևէ գործողություն չի կատարել, պարզապես ասել է այն, ինչ ասել է, եւ մարդուն քաղաքական հետապնդման ենթարկել այն սովորական բառակապակցության համար խոսում է հենց այսօրվա իշխանությունների վախերի մասին, լավ հասկանալը, որ ընտրություններում սպասվող հունիսի 7-ին իրենք կունենան լուրջ խնդիր, որովհետև այն քաղաքական հաշվարկը, որ ունեին,
մինչև Կարապետյան Սամվելի հայտ ներկայացնելը իրենց քիչ թե շատ հուսադրող էր, այսինքն իրենք վստահ են, որ հաղթելու են, իսկ հիմա ընկել են մեր հետևից, մեր քաղաքական թեզեն են փորձում մանիպուլացնեն, իդեպ ասեմ, որ շատ ապարդյուն են դա անում ու շատ տկար ձև են անում դա։ Ինչ վերաբերվում է խանգարելու մասով, գիտեք, կարծում եմ, որ քաղաքական process-ները իրենք միշտ մարտահրավերների շրջան են։ Այսինքն պետք չի ակնկալել, որ դու միշտ կլինես բարձունքում կամ միշտ կլինես, այսպես ասած, թելադրող դիրքերում, որովհետև դա process է, որտեղ կարող ես սայթակել, կարող ես խնդիրների հետ բախվել, եւ Սամվել Կարապետյանի կալանավորումը ապօրինի խոսում է մեր մի շարք մեզ համար ավելի, այսպես ասած, քաղաքական դաշտում ծանր խոսքի պակասի մասով։ Սամվել Կարապետյանի խոսքը միշտ էլ իր կշռով եւ թելադրանքով եղել է լսելի, ժողովրդի համար կարեւոր եւ տարիներ շարունակ հենց Սամվել Կարապետյանն է, որ կարողացել է մեր ժողովրդին տարբեր խնդիրներից ոտքի կանգնեցնել։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե Սամվել Կարապետյանին ինքը ենթադրենք վաղը բաց թողի, ինքը կունենա գեր լուրջ խնդիր։ Ու սա նաև հասկանում են քաղաքական դաշտի մնացած կուսակցությունները։ Ես իհարկե ամենայն հարգանքով եմ մոտենում իրենց, բայց պարզապես ակնհայտ է, որ երբ որ Սամվել Կարապետյանը կանգնի պարզապես ինչ-որ միտեղ առանց որևէ խոսքի, առանց մեկ բառակապակցության, իր ներկայությունը հերիք է, որ ընտրություններում անգամ բառ չասի։ Հերիք է, որ ընտրություններում մենք ուղղակի խոշոր պարտության մատնենք ԿՊ-ին։ Սա այս մասով։ Եվ երկրորդ մասով կասեմ, ամփոփեմ ձեր հարցի պատասխանը, տեսեք, երբ որ մենք դիտարկում ենք Սամվել Կարապետյանի ապրած կյանքը ու Նիկոլ Փաշինյանի ապրած կյանքը, հազար ներողություն եմ խնդրում Կարապետյանի ընտանիքից էս չակերտավոր համեմատության համար, պարզապես ակնհայտ է, որ մի կողմում Նիկոլ Փաշինյանն է իր թույլ կեցվածքով, պարտված կեցվածքով, մի քիչ ժողովրդական խոսքով ասեմ, կզած կեցվածքով, ենթարկվող կեցվածքով, մյուս կողմից Սամվել Կարապետյանը, ով ունի արժանապատվություն, ունի հայկականություն, ունի ադատների, ժողովրդական խոսքով ասած, ադատների կրող մարդ է իր ամբողջ կյանքի ընթացքում ու այս հակասությունը մեր քաղաքական հասարակական դաշտում շատ ակնհայտ է։ Եվ ժողովրդի մոտ այդ բարի եւ դրական, այդ թվում նաեւ գործանող մարդու պակասը շատ է զգացվում վերջին մի քանի տարում ու պահանջը քաղաքական ժողովրդի կողմից կա։ Մենք նոր մարդ ենք ուզում, հոգնել ենք նախորդ կուսակցություններից կամ իշխանություններից, մեզ հարկավոր է նոր մարդ։ Հիմա Սամվել Կարապետյանը հենց այդ նոր մարդն է ու հայտ է ներկայացել քաղաքական եւ նաեւ մարկային, որովհետեւ մենք լավ գիտենք, որ ինքը քանի տարի արդեն տասնամյակներով զբաղվում է բարեգործությամբ, մարդկանց սոցիալական հարցեր է լուծում, աշխատատեղեր է ստեղծում, նաեւ Հայաստանի պատիվն է դրսում լավ ներկայացնում, իդեպ ոչ միայն Ռուսաստանում։ Հետևաբար այս մոտեցումները շատ ակնհայտ են։ Վախի, թույլի եւ ընկճված մարդու վարք է Նիկոլ Փաշինյանի ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Ուժեղ Հայաստան կուսակցության հանրային խոսույթում գերակշռում է հիմնականում երկրի տնտեսական զարգացման, քաղաքացիների սոցիալական միջին այսպիսի վիճակի բարելավման տեսլականը, իսկ անվտանգային քաղաքական ուղղությունների Արցախի հարցի մասին կարծես թե քիչ է խոսվում։ Տեսեք, մենք ունենք մի հատ դաժան դառը իրականություն։ Նախ ստորագրված փաստաթղթեր, պարտություն, Արցախի լիարժեք կորուստ եւ ճակերտավոր խաղաղության process, որի դեպ Թրիփի անվան տակ գիտենք, որ վերջին շրջանում եթե մի փոքր հարցից շեղվեմ, անգամ ադրբեջանական մեդիայում տարբեր փորձագետներ խոսում են այս պրոյեկտի այս պահին դադարեցման կամ նվազ կարևորության մասին։ Մենք ունենք այդ ժառանգությունը։ Մենք չենք կարող զրոյական կետից սկսել, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը 18-19 թվականին, եւ մեծ արհավիրք բերել մեր ժողովրդի գլխին։ Մենք մեր ժողովրդի ի սկզբանե անկեղծ ենք։ Ասում ենք, որ մենք հաշվի ենք առնում այս իրողությունը, որ կա Արցախի կորուստ, կա ստորագրված փաստաթղթեր, որոնք չեն բխում հայ ժողովրդի շահերից եւ պետականության շահերից, եւ մեր քաղաքական դաշտ գալով փորձելու ենք այդ կործանման անիվը կանգնեցնել։ Այսինքն, ինչի նկատի ունեմ դա ասելով, նախ եւ առաջ պետք է դիվանագիտական եւ բանակցային process-ներում ճիշտ ձև ներկայացվի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, հանձինս մեր Արցախահայերի շահերը։ Այդ մարդիկ ունեն իրենց հայրենիք վերադառնալու կարիք ու կարոտ, որը որ պատմականորեն եւ քաղաքական ընկալմամբ արդար է։
մեր քաղաքական դիրքորոշումը այդ մասով հետեւյալն է, որ մենք ընդունում ենք մարտահրավեր այս բարդ իրականության, ստորագրված փաստաթղթերի եւ անելու ենք ամեն բան, որպեսզի արցախահայերի իրավունքները միջազգային հարցերով նախ առաջինը վերականգնվեն, վերադառնալու մասով եմ ասում։ Երկրորդը արձանագրվեն այն խախտումները, որոնք տեղին ունեցել։ Իհարկե դա շատ բարդ process է, ես չեմ ասում, որ 1 ամսում, 6 ամսում, մեր 5 առաջիկա ընտրություններում հաղթելուց հետո մեր 5 տարվա աշխատանքը նաև նվիրված է լինելու դրան, որովհետև եթե այսպես սպառս խոսենք, եթե մի քաղաքական օրակարգ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ եւ Իլհամ Ալիևի երկու ձեռամբ փակվել է, որտեղ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար դրա մասին խոսում է։ Շատ դժվար է լինելու դա բացել, չեմ ասում անհնար, որովհետև քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է եւ ասել, որ բացառված է, որ Արցախի հարցը կարող է որևէ ձևով բարձրացվել, քննարկվել, շահերը ներկայացվել արցախահայերի, դա ես իրատեսական եմ համարում։ Տեսեք Գառնիկ, այս պարագայում իշխանությունից ձեր գործող իշխանությունից ձեզ կհակադարձեն, կասեն, որ դուք այս այո, գործընթացի այս անիվը հետ պտտելու միտումներ ունեք։ Մենք ի վերջո Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք նաև անգամ դատական հայցերը միջազգային ատյաններում հետ քաշելու եւ այլն։ Բարոյական իրավունքը անգամ չուներ այս քաղաքական ուժը։ Տեսեք, իրենք շահարկում են, որ 21 թվականին մենք վերընտրվել ենք, ժողովուրդը մեզ ձայն է տվել, բայց մի հատ պարզ մաթեմատիկական հաշվարկ անենք։ Նախ 21 թվականի ընտրությունների մասնակցության թիվը անգամ կեսը չէր, ովքեր իրավունք ունեին մասնակցելու։ Երկրորդ 5 այդ ձայների կեսի էլ անգամ չի ստացել, այսինքն տոկոսային առումով շատ ցածր է կազմում իր լեգիտիմությունը ճակերտավոր։ Ու դա օգտագործել ժողովրդի անունից խոսել, ես կարծում եմ, որ բարոյական չի, ոչ էլ քաղաքականորեն դա ճիշտ է։ Սա մեկ, երկրորդ հարցում։ Գիտեք Նիկոլ Փաշինյանին որ մնա, ինքը կարող է ասել վաղազարդնի, ասի գիտեք Յան ազգանունը գոյություն չի ունեցել, ու Ադրբեջանը ասում է սա Ադրբեջանի պատմական տարածքն է, օղլու կամ այլ ադրբեջանական կամ թուրքական ծագում ունեցող ազգանվավ պետքա ձեր ազգանունը փոխեք։ Ու բառ օրինակ Արարատի ուրեմն նշանը անցակետում, հա, այդ պեչատի ուրեմն կնիքի վրայից հանելներ։ Այսինքն ըստ էության այս մարդու թիրախը մեր ավանդույթն է, մեր արժեքային համակարգն է, մեր ինքնությունն է ընդհանուր համատեքստում վերցրած։ Եվ ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեզ բոլոր մարդկանց, ովքեր ունեն հայրենանվեր եւ հայրենատենչ երազանքներ ու իրական ռեալ գործիքակազմեր, իրանց անվանել ռևանշիստ, ես կարող եմ Նիկոլ Փաշինյանն անվանել օրինակ քաղաքական ստրուկ, եթե այսպես մեկնաբանենք, որովհետև այդ մարդը Իլհամ Ալիևին ենթարկվելով զիջում է ու զեղչում է ամեն ինչ։ 18 թվականից եկավ 0-ական կետով պատերազմ բերեց, կորցրեցինք Արցախի տարածքների մեծ մասը, 21 թվականին եղավ Սև լիճներ թափանցում, օկուպացվեցին Հայաստանի սուվերեն տարածքներ, 22 թվականին ջերմուկի էսկալացիան, դա ես դրան ասում եմ պատերազմ, չնայած ռազմական առումով ինքը ավելի շատ սրացում են անվանում, բայց ես ամեն դեպքում քաղաքականորեն դա անվանում եմ պատերազմ։ 23 թվականին Արցախի հայաթափում, 24 թվականին Տավուշի տարածքների ապօրինի հանձնում։ Այսինքն սրանից այսքանից հետո եթե ինքը կարծում է, որ մենք կամ ես որպես անհատ հայ, հա, այսպես ասեմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ, մի կողմ դնենք քաղաքական պատկանելությունը, Ադրբեջանի մասնագիտացումը, որպես հայ եմ վերցնում ինքնություն։ Ես եթե պետք է համակերպվեմ ինչա թե Նիկոլ Փաշինյան անունով ինչ որ մեկը կարող է ինձ ստիպել, որ ես հրաժարվեմ իմ ինքնությունից, շատ ներողություն, ես չեմ պատրաստում դա անել։ Ես իմ ուժերի ներածին չափով, էներգիայով, չքնելով, նեղվելով, ճնշվելով, մի խոսքով այդ ամեն տեսակի ձեռի տակով անցել ենք վերջին 6-7 տարում։ Ես չեմ պատրաստում հետ նահանջանել։ Ես Նիկոլ Փաշինյան չեմ, որ նահանջեմ 1 ամիս ավել կառավարելու համար։ Հետևաբար իրենց այդ պնդումները պարզապես ադրբեջանական օրակարգի ներմուծումն են Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգ, որովհետև այնտեղ մի բան ասվում է, այստեղ դա կրկնվում է բառից բուն իմաստով գրեթե 100%-ով։ Ես դրա համար ասում եմ, որ իրանց պնդումները, եթե մենք ռևանշիստ ենք, ուրեմն իրենք էլ քաղաքական ստրուկ են, այսպես ավելի պարզ ասեմ։ Քաղաքական օրակարգում պատերազմ կամ խաղաղություն խոսույթն է այժմ ամենակիրառական։ Այսինքն սպառնալիք այդուամենայնիվ կա պատերազմի, պատերազմի
Իշխանությունները պնդում են, որ այս պահին տեսեք խաղաղություն է, այդ թվում դա փաստում է նաև հակառակ կողմը, Ալիևից էլ չէ, լսեցինք խաղաղություն է եւ այլն։ Ես ասեմ ավելին, Ալիևը 2 օր առաջ իր տեղական լրատվամիջոցին տված հարցազրույցում պարծենում էր եւ հեգնում էր հայ ժողովրդին, ասելով, որ մենք Հայաստանի օդային տարածքը Զանգեզուրի միջանցք անվանելով, օդային տարածքը Զանգեզուրի միջանցք անվանելով, ասեց օգտագործում ենք առանց հայերի թույլտվության, առանց Հայաստանի թույլտվության, ութադող բոլոր հայերը իմանան։ Սա եղել է իրենց 2 թե 3 օր, եթե չսխալվեմ, մի շաբաթվա կտրվածք, լավ, այսպես ասեմ, որպեսզի ավելի ստույգ լինի։ Եթե այդ մարդը Իլհամ Ալիևը, որ իր ազգի պետական շահն է պաշտպանում, որը նորմալ է, ըստ էության, յուրաքանչյուր պետության ղեկավար դա դրանով առաջնորդվում։ Նման հայտարարություն է անում։ Այսինքն ես այստեղ կարող եմ դիտարկել եւ հայ ժողովրդին ծաղրանք, եւ որպես մեծ պետություն չընկալելու քաղաքական մեսիջ։ Եվ առհասարակ այս վերջին շրջանում ինչ որ կատարվում է մեր հայրենիքի շուրջ, եկեղեցու դեմ արշավանք, հիմա սահմանադրության փոփոխելու մասին են խոսում, իմ խորին համոզմամբ ադրբեջանցիները բնակեցվելու նպատակ դա ունի։ Եվ ըստ էության այն ինչ որ կատարվում է հիմա մեր Հայաստանի շուրջ չի խոսում նրա մասին, որ մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Հետո խաղաղությունը գիտեք ինչ, ես զինված ուժերում ծառայել եմ, ու ինձ համար ուղղակի կրակոցի բացակայությունը չէ, որ արձանագրում է խաղաղությունը։ Դրա մեջ պետք է լինի եւ տնտեսական կոմպոնենտ, եւ պետք է լինի ադրբեջանցի եւ հայ միջև ատելության, չասեմ տոտալ բացակայություն, բայց նվազում, էականորեն նվազում։ Տնտեսական կոմպոնենտ կա։ Ձեզ իշխանավորները կասեն։ Ես համաձայն չեմ այդ պնդման հետ, տնտեսագետ չեմ, չխորանամ թվերի մեջ, բայց Ադրբեջանը դա մեզ վրա չի վաճառում որպես տնտեսական կոմպոնենտ, դա մեզ վաճառում է քաղաքական խաղաղության կոմպոնենտ։ Ինքը մեզ դրանով Հայաստանի հասարակությանը աչքերին թոզ է փչում։ Տեսեք, մեր ժողովուրդը էմոցիոնալ ենք, մենք հայերը շատ էմոցիոնալ ազգ ենք ու առաջի հայացքից process-ները ընկալում ենք էմոցիայով, ոչ թե վերլուծությամբ։ Սա արդեն քանի տարի ապացուցվում է։ Եվ ամեն անգամ այդ խայծը ուտելով, որ ադրբեջանցին պատերազմ չի ուզի, դե արդեն պարտվել ենք, դե տանք, հանգիստ ապրենք, տանք խաղաղություն լինի, ամեն անգամ այդ պատնեշը փլուզվում է նոր պատնեշ է կառուցում։ Այսինքն մենք ինչ պետք է դրանից հասկանանք, որ Ալիևը երբ որ իր ամբողջ քաղաքական թիմով տարբեր նախարարներ ասում են, ու Ալիևի խոսքը մեջ բերեմ, որ Բրունսկ է ցույց տալիս ուղի եթերում, ասում է, որ եթե հայերը իրենց խելոք չպային, ես Բրունսկով իրենց գլուխը կջարդեմ։ Ես ներողություն եմ խնդրում ես լսողներից, բայց դա Ալիևի խոսքն է։ Այդ մարդը, ֆաշիստը, Հիտլերը ինքը մի օրում չդարավ հոլոկոստի գլուխ գործոց ճակերտների մեջ վերցրած։ Ինքը ունեցել է իր մեջ ներդրված կամ վերապրած այդ ատելությունը հрьяաների նկատմամբ։ Հիմա նույնը Ալիևն է։ Ինձ համար, գիտեք, եթե սատանան սկզբում պոզեր չունի, ես չեմ կարող ասել, որ ինքը սատանա չի։ Ես այսպես վերացական ասեցի։ Բայց ըստ էության այդ process-ները, որոնք կան խաղաղության օրակարգում, դրանք խաղաղություն չեն, դա խաղաղության փուչիկ է, որի մեջ ռեալ ֆունդամենտներ, երկարատև խաղաղության չկան։ Ալիևը ինչ ասում, ասում է խաղաղություն կլինի, երբ որ սահմանադրությունը փոխեք։ Արդյոք խաղաղության տրամաբանության մեջ մտնում է ուլտիմատումների դիսկուրսը։ Իհարկե ոչ։ Արդյոք խաղաղության մեջ մտնում է, երբ որ Ալիևը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին 300,000 թիվներ նշում է։ Նույնիսկ ավել երբեմն որոշ։ Հա, իրենց մոտ այդ թվականակը միշտ աճում է։ Այո։ Եվ ես չեմ կարող, գիտեք, པարզ օրինակ բերեմ, բակային օրինակ բերեմ, երբ որ Բաքում երկու ընկեր վիճում են, ինչ որ երկու կողմ ուզում է իրենց հաշտեցնել կամ երկուսը որոշում են հաշտեցնել, մեկը մյուսին չի գնում, ասում է դու սխալ ես, ես ճիշտ եմ, ուրեմն դու պետքա քո սխալը ընդունես։ Երկուսն էլ սխալերը ընդունում են, ձերքսեղմում են անում ու սկսում են հարաբերությունը վերակառուցել։ Իսկ այստեղ ձերքսեղմում չկա, այստեղ պարզապես Նազիր եւ Վեզիրի ընկալումն է։ Այս պարագայում, եթե իշխանափոխություն տեղի ունենա հունիսի 7-ին, անպայման լինելու է։ Այդ դեպքում արդյոք նոր պատերազմի էսկալացիայի վտանգ կա, որովհետև տեսեք, իշխանավորները նախկինում ակնարկով, հետո արդեն ՔՊ-ից մենք լսեցինք ուղիղ խոսք, որ եթե ՔՊ-ն չլինի Հայաստանում իշխանության, Հայաստանի Հանրապետությունում, ապա չի լինի սա, չի լինի խաղաղություն եւ այդպես շարքով թվարկեցին, թե ինչ չի լինի։ Առաջնայինը իհարկե անվտանգային կոմպոնենտն է, խաղաղություն չի լինի։ Սատախոսության ոսկե մեդալագիր Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին նույն դիսկուրս էր անում։ Ասում էր, որ եթե ընտրեք Քոչարյան, պատերազմ կլինի։ Բայց 21 թվականից այս կողմ ունեցել ենք փոքր եւ մեծ էսկալացիաներ եւ Արցախի հայաթափում ամբողջությամբ, այսինքն ըստ էության արձանագրվեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր պատերազմերով։ Հիմա նույն պրոյեկտը իրականացնում են 26 թվականի ընտրություններին։ Նույնը տարբերություն չկա։
ձեր հարցին ավելի քաղաքական պատասխան տալով կասեմ, որ մեր քաղաքական թիմը ինչը առաջարկում էր ժողովրդին։ Ասում է, որ մենք ոչ թե պետքա կախված լինենք միայն մեկ ուժային կենտրոնից, հանձինս Ռուսաստանի Դաշնությունից։ Մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ գեոքաղաքական, աշխարհաքաղաքական ղեկավարության պետությունների հետ ներողություն։ Եթե մենք ունենք բալանսավորված հարաբերություն եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ, այստեղ հնարավոր է այդ ռիսկը, որ կախվածություն ունես մենակ մի ուժային կենտրոնից նվազեցնել, հետեւաբար նաեւ կանխել պատերազմի հավանականությունը։ Իսկ Նիկոլենք ինչ են անում։ Նիկոլենք ասում են դե Ռուսաստանը վատն է, մենք Եվրոպա ենք ուզում կամ Ամերիկա ենք ուզում։ Մենակ էլի նույն սխալ են անում, ուղղակի դերակատարներին են փոխում։ Ռուսներին փոխարինում են ամերիկացիներով, որն ըստ էության Թուրքիերով է պայմանավորված, որտեղ տարածաշրջանում Թուրքիան է ՆԱՏՕ-ի դաշնակից եւ Թուրքիան իր ամբողջ պոտենցիալով այս տարածաշրջանում թելադրող պետություն է, դա պետք է ընդունենք։ Եվ պարզապես մեկը մյուսով փոխարինել նույն սխալն է կատարվում։ Մենք առաջարկում ենք, որ ոչ թե մեկը մյուսով փոխարինվի, այլ մեկը մի քանիսով փոխարինվի, որպեսզի նախ ուժային կենտրոնները կարողանան բալանսավորել իրենց շահերը տարածաշրջանի, մենք մեր շահերը կարողանանք իրենց հետ բալանսավորել եւ առաջ մղել մեր ժողովրդի եւ պետության շահը, ոչ թե լինի զիջողական քաղաքականություն, այլ լինի բալանսավորված քաղաքականություն, որի արդյունքում պատերազմի հավանականությունը էականորեն շեշտակի նվազում է։ Տեսեք, եթե պարզ օրինակ բերեմ, մի քիչ ավելի հին ժամանակներ 2018-20 թվականների պատերազմը սկսվեց նրանից, որովհետև Նիկոլ Փաշինյանը ապա լեգիտիմացրեց մինչև 2018 թվականի ձեռք բերված պայմանավորվածությունները, լավ թե վատ, բայց դրանք կային։ Ղարաբաղյան հիմնահարցը ըստ էության այնպես չի, որ մենակ վատն էր, վատի մասին է, դրա մեջ կային եւ դրական կողմեր եւ բացասակը, նույնը Ադրբեջանի համար։ Եվ ամեն անգամ ադրբեջանական կողմը, որ ինչ որ շրջան գալիս էր ու պետք է ինչ որ փաստաթուղթ ստորագրեր ու հրաժարվում էր, միջազգային հանրության մոտ ինքը ապակառուցողական կողմ էր ընկալվում։ Ըստ էության դա աշխատում էր Հայաստանի օգտին։ Անկախ նրանից նորից ասեմ, այդ փաստաթղթերում 50-50 էր օգտակար ՕԳԳ-ն թե 60-40 կապ չունի, բայց ամեն դեպքում կար այդ process-ը։ Նիկոլ Փաշինյանը սա զրոյական կետ, բայց դրանից մեկտեղ չկառուցեց նորը։ Ինքը առաջ տարավ իր 5 Մյունխենյան դատարկությունները քաղաքական առումով ու տեսանք, որ եկավ ինչ որ եկավ մեր գլխին։ Ու գիտեք, ես ոչ թե շատ հաճախ քաղաքական դիսկուսիոն կամ մեղադրանք ժողովրդի հանդեպ, ես այդպես չեմ անում։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը լավ էլ խելացի է, շատ լավ հասկանում է ով է եւ ինչ քաղաքական մեսեջ ունի եւ ասել, որ դե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, դե ժողովուրդը հոգնել է, դա էլ է սխալ։ Ժողովրդին նախ պետքա ճիշտ բացատրել ի սկզբանե։ Ժողովրդին պետքա լսել, իսկ շատ հաճախ այդ լսելը չի ստացվում։ Մեկ այդ հայրը խնդրեմը կա, էլի չեն լսում ժողովրդին։ Դա ասում են լավ, խոսած անցանք, ես կարևորը գիտեմ ինչ եմ անում։ Բայց արդյունքում տեսել ենք, որ ժողովուրդն էլ հիասթափվել, չի հավատում քաղաքական ուժերին, ասում է դե սաղ նույնն է։ Ես չեմ անձնավորում որևէ քաղաքական ուժի, նորից շեշտեմ, ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի մի քիչ բացիով ԿՊ-ից։ Եվ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մենք մեր քաղաքական օրակարգը ստեղծելուց առաջի օրվանից ի վեր մենք միշտ ասում ենք ինչ պետք է լինի հունիսի 7-ից հետո։ Չենք բերում վերջի պահին կամ վերջի օրը, ասում ենք պետք է պլանները փոխվեցին։ Եվ Սամվել Կարապետյանի տեխնացիությունը առաջ քաշելով բացատրում ենք դա ոնց է արվում, եւ ի սկզբանե անկեղծ ենք ասում ենք ով պետք է լինի, չենք ասում դե կարենք չէ, օրինակ շատ ուրիշ քաղաքական գործիչներ առասարակ քաղաքականության մեջ անկալված է, որ այդ շուստրությունը սենց ասած վերջում են անում, բայց մենք անկեղծ ենք, մենք ասում ենք ժողովուրդ ջան, մենք էսենց պարշիտակ ձեր դեմը նստածենք ներկայացնում ենք ովքեր ենք, ով կա թիմում, ինչ քաղաքական ծրագրեր ունենք, ու ասեմ ավելին, իմ համար հպարտություն է անկեղծ, որ քաղաքական այնպեսի ուժին եմ միացել, ով գետնի վրա ռեալ 5 տնտեսական ծրագրեր ունի, որ այսպես հետ նայենք, քաղաքական ուժերը գրեթե կրկնում են այն նույն դիսկուսը, ինչը մենք անում ենք արդեն քանի ամիս է։ Մեր տնտեսական ծրագրերը մեզնից վերցրել են, մոդիֆիկացել են ավելին սակավ ՕԳԳ-ով ու հիմա վաճառում են ժողովրդի վրա։ Ես իմ համար սա հպարտություն է ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև ես տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանը եւ մեր թիմը ունակ է ռեալ գետնի վրա մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական հարցերը ու ոչ միայն դա լուծել։ Կախվածության մասին այն process-ներից, որից կախված է Հայաստանը, դուք դրա մասին խոսեցիք, արդյոք Ալիևը լծակներ ունի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու։ Եթե մի քիչ մասնագիտական դաշտ մտնենք, ես իմ դե որովհետեւ օգտվելով առիթից, որ դուք Ադրբեջանի հարցերով ես մի քիչ վախերի մասին խոսեմ, ինչը ես տեսնում եմ քաղաքական վախերի մասին ասեմ, տեսեք,
Ուրեմն նկատել եմ, որ վերջին շրջանում, այսինքն մի քանի տարում բավական շատացել են fake օգտատերերը Facebook-ում եւ Instagram-ում, ու ես իրանց ինչով եմ ասում, որ իրանք հայկական չեն, իրանք ադրբեջանական ծագում ունեն։ Ուրեմն տեսեք, երբ որ ադրբեջանցին հայերեն նախադասություն է կազմում, ինքը օժանդակ բայը, ասեք գնում M, այդ M-ը գնում եմ հետ իր միասին է գրում։ Դա մեկ։ Կան որոշակի ուղղագրական սխալներ, որ դրա կրկնվում է հենց ադրբեջանցիների մոտ։ Ու այնպես չի, որ ասեմ հայերը չեն անում սխալ, բայց դրանք շատ տիպիկ են հենց ադրբեջանցիների։ Հիմա ասեմ, այս պարագայում արհեստական բանականության, այդ թվում նաև ինչու՞ չէ, նաև պարզապես թարգմանիչ ծրագրերի առկայության պարագայում ինչպես կարող են այդպիսի սխալներ։ Ասեմ, տեսեք, եթե մենք դիտարկում ենք քարոզչական դաշտում պրոնիկոլական քարոզչությունը Ադրբեջանի կողմից, իրենք ռեսուրսային առումով, իրենք չէ, խնդիր ունեն իրենց ներքին քարոզչությունը իրականացնելու, որովհետև այնտեղ ձերբակալություններ կան, տարբեր քաղաքական օրակարգեր կան, դրսից ճնշվող, եթե կարճ անդրադարձանեմ, եթե չեմ սխալվում, վերջին 2 տարում 357 քաղաքբանտարկել արդեն կա Ադրբեջանում։ Ու դա մեծ ճնշում է դրսից իրենց վրա։ Հետևաբար դա իրանք պետք է իրենց նախ ներքին հարցեր լուծեն, նոր Հայաստանով զբաղվեն, բայց փորձում են դա զուգորդեն ու որոշ չափով այդ խնդիրները կան։ Բացի դրանից ասեմ, որ արձանագրել եմ մի քանի կեղծ օգտահաշիվներ, հատկապես Instagram-ի օգտահաշիվների մասին է խոսքը, որոնց գրանցման վայրը, որտեղ գրում է որտեղից են գրանցված, Ադրբեջան է նշված։ Ունեմ այդ սկրինները բաց։ Սա մի հատված, երկրորդ հատվածը գրեթե բոլոր շարժումների ժամանակ 2020-ից մինչև հիմա այն քաղաքական դիսկուրսը ծաղրանքի տեսքով, հա, սրբազան շարժումը կլիներ, դիմադրության շարժումը կլիներ, հա, այդ նույն բառապաշարը, ինչը ձևավորում էր Ադրբեջանում, աֆիլացվում էր հենց մեր մոտ։ Մեր ունակ տարբեր ֆեյքերով, նույն այնց ԿՊ-մերջ շարքերում է դա շատ ակտերով կիրառվում։ Հետևաբար ես կարծում որ ճիշտ հարց եք բարձրացնում, դա նույնպես, այսպես ասած, հիբրիդային պատերազմի տեսակ է եւ մեզ մեղադրելով նաեւ իրենց են գցում այդ խնդրի մեջ։ Պարզապես պետք է դժվար է լինելու, այսպես ասեմ, հեշտ չի լինելու, բայց մենք մեր վճռականությամբ եւ մեր մարտավարությամբ, որը լավ մշակում ունի եւ ուղղություններով եւ թիրախներով, այնպես ենք անելու, որ ընտրություններից առաջ եւ այդ process-ի ժամանակ 30 օրը մանիպուլյացիաները եւ այսպես ասած ադրբեջանական քաղաքական օրակարգը Հայաստանում ՕԳԳ չունենա։ Կարճ պատասխանեք, չնայած դրա մասին որոշ չափի խոսեցիք, քանի որ դուք լավ եք բավական խորը ուսումնասիրում եք թե Ադրբեջան պետությունը, թե նրա վարած քաղաքականությունը ներսում եւ դրսում։ Արդյոք Բաքվի եւ Անկարայի հետ առանց Հայաստանի կողմից զիջումների հնարավոր է պայմանավորվել։ Տեսեք, դիվանագիտությունը ես առաջի կրթությամբ միջազգային գետ եմ սովորել եմ, այն ժամանակ դիվանագիտության ամբիոն կար, այդտեղ եմ սովորել 2009 մինչև բանակ ծառայելով մինչև 2016 թվական։ Բանակից հետո եկել շարունակել եմ, որպեսզի մեզ լսողները չասեն ոնց է 7 տարի սովորում ես բակալավր կամ 6 տարի։ Մի խոսքով, բանակցությունները ինքնին շատ բարդ խնդիր է։ Այդտեղ միայն պաշար ունեցող եւ ունակ մարդկանց ներգրավվածությամբ հնարավոր է գալ կոմպրոմիսի։ Տեսեք, մենք ունենք այնպիսի արտաքին գործերի նախարար եւ նախարարություն, որոնք իրենց ապրած կյանքով եւ գիտելիքահեն չեն։ Իրենք դիվանագիտական կորպուսի փորձառություն չունեն, իրենք չեն ծառայել դիվանագիտության ասպարեզում, պարզապես Նիկոլը բեր իրենց նշանակել է։ Ու դա է պատճառներից մեկը, որ այսքան զիջումներ է լինում։ Այսինքն սովորաբար ասում են պետք է ուրիշների սխալների վրա սովորել, բայց սրանք սովորում են իրենց սեփական սխալների վրա, ոչ թե ուրիշների։ Այսինքն գոնե կարելի է պատմություն ուսումնասիրել 100 տարի առաջ, ինչի նույն բանը գրեթե կրկնվում մեր օրերում։ Բայց դա չեն անում։ Հետևաբար ես վստահ եմ, որ դիվանագիտական ներուժի հնարավորության ներքո հնարավոր է ադրբեջանցիների հետ պայմանավորվել այնպես, որ մեր պետականությունը չզեղչվի։ Եթե մենք պետք է ամեն անգամ նայենք թե Ալիևի աջ ունքը, որ ինչ հարթության վրա է բարձրանում ու դրանով հանկարծ չասենք նենց բան, որը կարող է Ադրբեջանին դուր չգալ, դա կներեք ավելավ է տողը վատ բան եմ ասում, պետություն գոյություն չունենա։ Հայ գոյություն չունենա, եթե դու չունես դիմադրողականություն պաշտպանելու քո ինքնությունը, ինչքան ժողովուրդ են եղել վերացել են, ճիշտ եմ, նույնը մեզ է սպասվում։ Դա ռեալ պրոբլեմ է եւ ես չեմ վախենում դրա մասին խոսելիս։ Ինձ համար անկեղծ եմ ասում, պատվի հարց է ու ինձ համար սա վերջի կռիվն է քաղաքական առումով, որ ես պետք է ինձնից մաքսիմալը անեմ, չքնեմ, ներվենանամ, իմ բոլոր հնարավոր ռեսուրսները կիրառեմ, որպեսզի հակազդեմ իմ ուժերի ներածին չափով այս ոչ հայկական շահասպասարկող իշխանություններին։
Թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թե ընդդիմությունը եւ մյուսները իրենց հաշվարկները ունեն անգամ քվեարկության վերաբերյալ, դե նախահաշվարկների մասին է խոսքը։ Դուք ինչ դասավորություն եք այստեղ հաշվարկում, դա սառը հաշվարկ է, դուք ձեր թիմի ներկայացուցիչները խոսել են, որ հաջորդ վարչապետը այդ բառակապակցությունն եմ, այդ հայտարարությունն եմ լսել, հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Սա սառը հաշվարկ է, թե պարզապես տրամադրվելու, հուսադրելու նպատակ է հետապնդում։ Տեսեք, մենք պարբերաբար նախքան որևէ քաղաքական մեսիջ դուրս նետելու, քաղաքական օրակարգ նետելու, ուրեմն գործընթաց սկսելուց առաջ մենք հաշվի ենք նստում փաստերի հետ։ Տեսեք, ես ին վրա բերեմ օրինակը, որ ավելի ռեալ լինի։ Մարզային այցելությունների ժամանակ գյուղական համայնքներ, մարզկենտրոններ, խոշոր քաղաքներ գետնի վրա մարդկանց հետ շփվում ենք առանց տեսախցիկների, որպեսզի պարզ լինի։ Եվ երբ որ մարդը տեսնում է տեսախցիկ չկա, ինքը քույտ ավելի անկեղծ է։ Միգուցե կամերան տենա, մտածեցի լավ, սպասի մի հատ լավ բան ասեմ, որ ինձ վատ աչքով չնային։ Ու ասեմ ձեզ ամենայն անկեղծության, որ գետնի վրա դրական արձագանքը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության նկատմամբ էականորեն շատ է։ Իհարկե դա մեզ չի գոհացնում, որովհետև մենք կարծում ենք, որ ել ավելի շատ աշխատանք կա անելու։ Բայց այնուամենայնիվ, որպես նոր քաղաքական ուժ, որպես նոր ձևավորված քաղաքական ուժ, չնայած Սամվել Կարապետյանի անունը ինքնին տասնամյակների մասին է խոսում, մեզ համար այս արդյունքները այս մարտ ամսվա ժամանակահատվածը, մարտ ամսվա կեսերի դրությամբ լավ է, գոհացնող չի, որպես ավելին ձգտող քաղաքական ուժ, բայց լավ է։ Հետևաբար այդ հայտարարությունները, որ արվում են մեր կողմից հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը, արված է սառը հաշվարկի վրա։ Այսինքն մենք ունենք տվյալներ եւ հարցումների պատկերով եւ գետնի վրա, որը իմ կարծիքով գետնի վրան ամենաակտուալն է, քան հարցումները, բայց այնուամենայնիվ հարցումներն են որոշակի ուղղություն եւ հուշող գործիք։ Կարծում եմ եւ վստահ եմ, որ այս խայտառակ զիջողականության խայտառակ նզովանքի ժամանակաշրջանը պետք է անպայման ավարտվի ու դա ավարտվելու է հունիսի 7-ին Սամվել Կարապետյանի վարչապետությամբ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Armenia Today-ի հետևորդներին հիշեցնեմ, որ խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն էր ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։ Առայժմ